Ողջունում եմ բոլորին։ Այսօր մենք շարունակում ենք մեր վերլուծությունները։ Հերթը Մերկուրինն է, Մերկուրին 4 տարերքներում, եւ առաջինը Սկարլետ Յոհանսոնն է, մեզ բոլորիս ծանոթ դերասանուհի։ Նա ծնվել է 22 նոյեմբերի 1984 թվականին Նյու Յորքում առավոտյան 7:01 Մերկուրին գտնվում է կրակի տարերքում աղեղնավորի մեջ։ Այստեղ Սկարլետի մոտ Մերկուրին որոշակիորեն բարդույթներ ունի, որովհետև այն նախ շատ վատ դիրքում է գտնվում աղեղնավորի մեջ, ամենաթույլ դիրքերից մեկն է, եւ երկրորդ Մերկուրին, ինչպես դուք այստեղ տեսնում եք, միայնակ է, կապ չունի ոչ կողքի մոլորակների հետ, ոչ ասպեկտով միանում է ուրիշ նշանում գտնվող մոլորակին։ Սա նշանակում է, որ Մերկուրին գտնվում է շախտայում, այդպես են ասում աստղաբանությունում, այսինքն նա կապ չունի ոչ մեկի հետ, նա չի կարողանում ստանալ հետադարձ ինֆորմացիա իր մասին, թե ինքը ով է, ինչպես է իրեն դրսևորում, ինչպես է պահում իր շրջապատում։ Ինչ կարող ենք ասել այստեղ Մերկուրիի մասին։ Մերկուրին խոսում է շատ վառ, սիրում է լինել վառ դիրքում, քանի որ մենք գիտենք, որ առաջին տանը, որը ամենաերևացող տունն է համարվում, երբ այստեղ որևիցե մոլորակ են գնում, այստեղ երևում է այդ մոլորակի էներգիան, այսինքն Սկարլետը սիրում է խոսել, սիրում է երևալ, սիրում է փիլիսոփայել, սիրում է իր խոսքը առաջ տանել, դրանով նա կարողանում է գրավել մարդկանց, բայց նա ունի շատ մեծ մինուս, ունի ինչ-որ ինֆորմացիա կամ տիրապետում է որևիցե ինֆորմացիա, նրան թվում է, թե դա ամենաճիշտն է, որովհետև մենք քանի որ կապ չունենք մեր կողքինների հետ, մենք չենք կարողանում համեմատել ճիշտն ու սխալը եւ կարծես փակ շղարշ լինի մեր համար, այն ճիշտ ենք մենք թե սխալ, այսինքն նա կարծում է, որ նա միշտ ճիշտ է լինում։ Ինչ է տալիս կրակը Մերկուրին, նա տալիս է ակտիվություն, շատ ակտիվ է, սիրում է ինֆորմացիա, սիրում է խոսել շատ, կարող է լինել շատ կոպիտ, միայն իր ասածը տանել առաջ եւ կարող է լինել շատ կտրուկ։ Ինչպես գիտենք, առաջին տունը նաև այստեղ խոյն է եւ սա նշանակում է, որ կրկնակի կրակ է այստեղ։ Սկարլետը իրավունք ունի խոսել եւ իր խոսքը տարածել, բայց նա հետադարձ ինֆորմացիա ստանում է միայն այն ժամանակ, երբ տրանզիտ մոլորակները անցնում են Մերկուրիի մոտով եւ ստեղծում են որոշակի իրադարձություններ իր կյանքում։ Այսպիսով կրակը այստեղ ինձ թվում է վառ է արտահայտվում Սկարլետի խոսքի միջոցով, որովհետև նաև գիտենք, որ կրակը ինքը մուրսկոյ էներգիա է եւ այդ մուրսկոյ տղամարդկային չորություն ու սառնությունը Սկարլետի խոսքի մեջ միանշանակ մենք կարող ենք զգալ։ Այսքանը անցնենք մյուս տարերքին։ Շարունակում ենք Մերկուրին տարերքներում եւ հերթը Զենդայային է։ Զենդայան ծնվել է 1 սեպտեմբերի 1996 թվականին Օակլենդ, Կալիֆոռնիա։ Շատ հետաքրքիր Մերկուրի դիրք ունի Զենդայան։ Այստեղ Մերկուրին գտնվում է 8-րդ տանը եւ միացված է Հյուսիսային հանգույցի եւ Հիրոնի հետ։ Իհարկե, եթե հիշում եք իմ նյութերից, երբ որևիցե մոլորակ միացված է որևիցե հանգույցի, սա նշանակում է, որ մարդու մոտ կարմայական ինչ-որ տեղ կա կապված այդ մոլորակի հետ։ Հենց այստեղ Մերկուրին միացված է հյուսիսային հանգույցին, սա նշանակում է, որ Զենդայան պետք է այս կյանքում կարծես բացեր իր խոսքի ուժը։ Եվ մենք այստեղ նկատում ենք, որ Մերկուրիից դուրս են գալիս բազմաթիվ ասպեկտներ, տարբեր մոլորակներ, սա նշանակում է, որ Զենդայայի համար շատ կարևոր է խոսքը, թե ինչպես է նա խոսում, ինչպիսի հարաբերություններ է կառուցում, որովհետև Մերկուրին գտնվում է կշեռքի մեջ, սա նշանակում է, որ իր համար շատ կարևոր է հարաբերություններ կառուցել, կապեր հաստատել, կարողանալ այնպես խոսել, որ մարդկանց գրավել, այսինքն մանիերաներ ունենալ, գրավչություն որոշակի ունենալ խոսքի։ Եվ այստեղ տեսեք Մերկուրին միացված է Պլուտոնի հետ, սա նշանակում է, որ նա խոսքը պետք է պարունակի որոշակի միստիկական, մանիպուլյացիոն, կախարդական ինչ-որ պահեր, եւ դա տալիս է որոշակի նաեւ ուժ անհատին, որի միջոցով նրան կարողանում են լսել եւ նրա հետևից գնալ։ Մերկուրին միացված է Յուպիտերի հետ, սա նշանակում է, որ
Անհատը կարողանում է ավելի լայնամասշտաբ ներկայացնել իր խոսքը եւ ավելի լայն աուդիտորիաներին տալ։ Նա կարողանում է ճիշտ եւ գեղեցիկ ներկայացնել այն, ինչ որ ուզում է, ցանկանում է։ Մերկուրին միացված է Ուրանի հետ, սա նշանակում է, որ նա շատ խելացի է, ունենում է շատ հետաքրքիր մտքեր, գաղափարներ, ինսայթներ։ Սա իհարկե Մերկուրին երբ Ուրանի հետ է, սա նաև տալիս է գիտական հետաքրքիր մոտեցումներ, բայց միևնույն ժամանակ տալիս է գերլարվածություն, ուղեղի, մտքի գերլարվածություն, նյարդային համակարգի գերլարվածություն։ Մերկուրին նաև միացված է Նեպտունի հետ, սա նշանակում է, որ անհատը ունի արվեստային մտքեր, արվեստային գաղափարներ, արվեստային խոսք, ինչպես նաև իլյուզիաներ, վախեր, եւ ինչպես տեսնում եք Նեպտունը գտնվում է 12-րդ տանը, սա նշանակում է, որ անհատը բավականին վախեր է ունեցել խոսքի հետ կապված եւ իմ կարծիքով նա բավականին մեծ ճանապարհ է անցել, որպեսզի հասնի այն կետին, որտեղ հիմա նա կա։ Բավականին վախեր, կոմպլեքսներ եւ խնդիրներ։ Դրա մասին է խոսում նաև Մերկուրիի ապոզիցիան, հակազդեցությունը Սատուրնի հետ, որը նույնպես հարավային հանգույցի հետ է միացված։ Այսինքն նախորդ կյանքում Զենդայան ունեցել է արդեն խոսքի եւ պահվածքի շատ լուրջ խնդիր եւ նա այդ կարմայով եկել է այստեղ, որպեսզի կարողանա փոխի այդ ամենը։ Եվ նա կարծում եմ կարողանում է գնալ արդեն այն կետին, որ պետք է գնա։ Անցնենք մյուս տարերքին։ Հիմա ներկայացնում եմ հաջորդ տարերքը։ Մյուս դերասանուհին Նիկոլ Կիդմանն է, ում ես ընտրել եմ, ծնվել է 20 հունիս 1967 թվականին Հոնոլուլու, Հավայիում, 15:15։ Նրա Մերկուրին ջրի տարերքում է, գտնվում է խեցգետի նշանի մեջ։ Այստեղ նույնպես մենք տեսնում ենք, որ Մերկուրին շատ կարևոր դեր ունի իր կյանքում։ Այստեղ ունի բիսեքստիլ կոմպոզիցիան, Մերկուրի Ուրան, Նեպտուն, Ուրանից է դուրս գալիս, Ուրանից եւ Պլուտոնից է դուրս գալիս այդ բիսեքստիլը, Ուրան, Մերկուրի, Ուրան, Նեպտուն, Նեպտուն, Մերկուրի եւ Պլուտոն, Մերկուրի, Պլուտոն, Նեպտուն եւ Նեպտուն, Մերկուրի։ Ինչ է տալիս այս միասնությունը։ Նախ ասեմ, որ Մերկուրին խեցգետնի մեջ շատ էմոցիոնալ Մերկուր է։ Այստեղ մարդը կարողանում է դերասանական իր արվեստը ցուցաբերել եւ ցույց տալ, լինել էմոցիոնալ, լինել դրամատիկ, լինել զգայուն, զգացմունքային եւ այստեղ դերասանական այդ արվեստի համար շատ լավ դիրքում է Մերկուրին։ Մերկուրին գտնվում է Ուրանի հետ, նշանակում է այս Մերկուրին շատ խելացի է եւ կարողանում է շատ հետաքրքիր կերպով եւ էմոցիոնալ լինել եւ զգացմունքային լինել եւ կարողանալ այնպես ներկայացնել, որ կարծես որ երկակիություն զգաս անհատի մեջ։ Մերկուրին Ուրանի հետ շատ խելացի է եւ այստեղ անհատը կարող է ստանալ, քանի որ Ուրանը մեզ մոտ գտնվում է հողի տարերքում, այս Ուրանը որոշակի օրեն կարելի է ասել ավելի խելացի է գործում, որովհետև կույսի մեջ է եւ ոչ միշտ է, որ պայթյունավտանգ է լինում։ Երբ Մերկուրին Ուրանի հետ է միանում, նա տալիս է շատ հետաքրքիր ինսայթներ, մտքեր, գաղափարներ, որոնք ծնվում են միանգամից եւ ցանկանում ես իրագործել միանգամից։ Եվ իհարկե, քանի որ այստեղ Ուրանը գտնվում է կույսի մեջ, կույսը լինելով հողի տարերք, նրան ավելի սահմանափակում է։ Թույլ չի տալիս, որ ինքը իր բնական պայթյունավտանգությունը օգտագործի, այլ ավելի խելացի է գործում, քան ենթադրենք Ուրանը կլիներ օդի տարերքում կամ ջրհոսի մեջ։ Մերկուրին Պլուտոնի հետ երբ միանում է, անհատը ունենում է իշխանություն որոշակի մանիպուլյացիայի միջոցով։ Նա կարողանում է մարդկանց տանել իր հետևից, իր խոսքով գրավել, տանել, լսելի դարձնել իր խոսքը, գրավիչ սարքել իր խոսքը եւ որոշակի իշխանություն է ձեռք բերում այն անձի նկատմամբ, այն մարդկանց կամ այն հասարակության նկատմամբ, ովքեր նրան հետևում են։ Մերկուրին ունի Նեպտունի հետ միացություն։ Ինչպես նկատեցիք, մեր մյուս երկու դերասանուհիները նույնպես ունեն այս դիրքերը եւ բոլորը իրենք շատ հայտնի տաղանդավոր դերասանուհիներ են, որոնց սիրում են մարդիկ եւ այս
դիրքը հենց տալիս է դերասանական շատ ճկուն, գեղեցիկ արվեստային ուղղություն։ Մերկուրին Նեպտունի հետ երբ միանում է, արվեստի շատ գեղեցիկ հնչյունային ելևէջներ է ունենում տվյալ անհատը, հետաքրքիր արվեստային խոսք է ունենում, գրավիչ խոսք է ունենում, քաշող մագնիսական խոսք է ունենում, կախարդական խոսք է ունենում եւ դրանով իսկ կարողանում գրավել հասարակությանը, մարդկանց եւ իր այն երկրպագուներին, որ իրեն հետևում են։ Մերկուրին նաև այստեղ հակազդեցություն ունի Մարսի հետ։ Չնայած որ Մարսը թույլ դիրքում է գտնվում կշեռքում, բայց Մարսը ինքնին ունենալով բնական ագրեսիա իր բնության մեջ, Մերկուրին տալիս է ագրեսիվ ելևէջներ, այսինքն նա այստեղ չես կարող ասել, որ Նիկոլ Կիդմանը փափուկ, ինչ որ sense նուրբ խոսք ունի կամ գրավիչ, ոչ, նա ունի ագրեսիվ բավականին խոսք, երբ պետք է ագրեսիվ է, երբ պետք է կարող ճնշում գործադրել, Պլուտոնն էլ Մերկուրիի հետ ճնշում կարող է առաջացնել, Մարսը Մերկուրիի հետ ճնշում կարող է առաջացնել եւ կարող է շատ լինել խիստ, միանգամից կտրուկ իր խոսքի մեջ։ Իհարկե դա Մերկուրին խեցգետնյուն առաջին հայացքից չես կարող հասկանալ, որ ինքը կարող է այդպիսին լինել, բայց երկար խոսելուց հետո նրա արդեն այդ բոլոր ասպեկտները կարող են երևալ։ Անցնենք հողի տարերքին, եւ ես ընտրել եմ դերասան Ռոբերտ Դե Նիրոին։ Նա ծնվել է 17 օգոստոսի 1943 թիվ ժամը 3-ին Նյու Յորքում։ Իհարկե Դե Նիրոն ունի շատ հետաքրքիր քարտեզ, բայց մենք կկենտրոնանանք Մերկուրիի վրա միայն։ Այնտեղ ես տեսնում եմ, որ ուղղակի մենք պարտավոր ենք Ռոբերտ Դե Նիրոյի քարտեզին նորից անդրադառնալ ուրիշ մոլորակների հետ կապված, որովհետև շատ հետաքրքիր ասպեկտներ ունի, բայց չշահվելով անցնենք Մերկուրիին։ Մերկուրին գտնվում է կույսի մեջ։ Ինչպես գիտենք, Մերկուրին այստեղ ամենաուժեղ դիրքերից մեկում է գտնվում։ Սա նշանակում է, որ անհատը շատ խելացի է, շատ սառը, հաշվարկող, կարողանում է անալիտիկ, շատ հետաքրքիր հետևություններ անել, շատ մանրակրկիտ է, սիրում է ամեն ինչը վերլուծել, հասկանալ, չի սիրում հույսը դնել ինտուիցիայի վրա կամ ենթադրել, ամեն ինչ պետք է իր ձեռքով տեսնի, զգա, հետազոտի, սա ամենամանրակրկիտ եւ խելացի դիրքերից մեկն է Մերկուրիի։ Մերկուրին միացված է Վեներայի հետ, որը գտնվում է ռետրո դիրքում։ Սա նշանակում է, որ անհատը ոչ միայն խելացի է, այլև կարողանում է գեղեցիկ մատուցել ամեն ինչ, խոսքը, վերլուծությունները, մտքերը շատ հետաքրքիր կերպով եւ այդ ամենը եռանկյունի ունի դեպի Մարս, որը ոչ այնքան ուժեղ դիրքում է գտնվում, բայց այստեղ Մարսի բնությունից ելնելով Մերկուրին տալիս է ել ավելի մեծ ակտիվություն, էներգիա, լցնում է ուժով, խոսքի իշխանությամբ եւ կարծես Մերկուրին ել ավելի առաջ է տանում։ Մերկուրին նաև ունի միություն քառակուսի կազմ Սատուրնի հետ, որը ինչպես գիտենք համարվում է չար մոլորակներից, ինչու, որովհետև նա բերում է իր հետ չորություն, սառնություն, հստակություն, անընդհատ կոմպլեքսներ, վախեր եւ խնդիրներ։ Եվ այստեղ հնարավոր է, որ նա սահմանափակում է որոշակիորեն այն գաղափարներն ու խոսքերը, որոնք ուզեր Ռոբերտ Դե Նիրոն արտահայտեր, բայց այդ կոմպլեքսները չի թողնում, որպեսզի նա ամբողջապես բացվի։ Չնայած որ դերասանական իր կյանքի ընթացքում հնարավոր է, որ այդ ամենը արդեն նա կարողացած լիներ անցկացներ։ Նաև Սատուրնը տալիս է Մերկուրիին ել ավելի վերլուծական ուժ, այսինքն Մերկուրին այստեղ անընդհատ վերլուծական դիրքում է, անընդհատ հետազոտության դիրքում է, անընդհատ այն ինչ խոսում են Ռոբերտ Դե Նիրոյի հետ, ինքը սովոր է, որ անընդհատ պետք է վերլուծի, հասկանա, միատեսնի այդ ամենի տակ ինչ էր, ինչի համար էր, շատ կասկածամիտ է, չի հավատում մարդկանց, ստուգում է անպայման եւ այդ ամենը իհարկե կարծում եմ ունի իր եւ լավ կողմերը եւ վատ կողմերը։ Այսպիսով ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Դե Նիրոն շատ խելացի է եւ շատ նպատակասլաց անհատ է։ Իհարկե ես կարծում եմ նաև, որ մենք պետք է պարտադիր նրա քարտեզը վերլուծենք, որովհետև շատ հետաքրքիր եւ միստիկական ասպեկտներ եւ մոլորակներ ունի։ Այսքանը կարծում եմ, որ հետաքրքիր եղավ, շատ ուրախ կլինեմ, որպեսզի դուք թողեք ձեր կոմենտները։ Շնորհակալություն։